Հայաստանի Հանրապետության սահմանային բոլոր անցակետերից ռուսները հեռացվել են վերջին նախորիքներ։ Ամփոփվեց Հայաստանի վարչապետի այցը Լեհաստան, ինչպես է Երևանը հետևելու օրինակելի Վարշավային։ Եվ օրվա ամենասկանդալային լուրը Աննա Հակոբյանը լքում է տունը, Փաշինյանը հարգում է առաջին տիկնոջ որոշումը։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Նախ մի քանի տեղեկություններ, ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը պարզաջրվում է, ընտրություններին համատեղ մասնակցելու նպատակով Հայաքվեն միացել է Արման Թաթոյանի միասնության թևերին։ Միասնության թևերից հայտարարել են, որ միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը եւ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։ Հուշագրով կողմերը հայտարարեցին առաջիկա խորհրդանական ընտրություններին միասնության թևեր քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։ Մինչ այդ ընտրական գործընթացին համատեղ մասնակցության մասին հայտարարեցին նաև Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանը եւ Անդրանիկ Թևանյանի Մայր Հայաստանը առաջարկ Հայաստանին ծրագրով։ Արթուր Վանեցյանի գլխավորած Հայրենիք կուսակցությունը որոշել է չմասնակցել 2026 թվականին սպասվող խորհրդանական ընտրություններին։ Այս մասին ասվում է կուսակցության հայտարարությունում։ Նշվում է նաև, որ կուսակցության գործադիր մարմինը հորդորել է կուսակցության անդամներին, համակիրներին ու աջակիցներին առաջիկա խորհրդանական ընտրություններում իրենց ձայնը տալ իրական ընդդիմադիր ուժերից ցանկացածին ըստ սեփական նախընտրության։ Իսկ Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չունի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրություններին մասնակցության վերաբերյալ, Ազատության հետ զրույցում ասել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Առաջին հայացքից հեշտ բան է, մասնակցում ենք կամ չենք մասնակցում, բայց երբ էության մեջ ենք նայում, այդտեղ երկվություն կա, պայքարել մի քանի մանդատների համար, թե ստեղծել շատ ավելի բարենպաստ պայմաններ, նվազագույնի հասցնելով մեր ընդդիմադիր պայքարը, դրանով իսկ փորձել հաջողություն ստեղծել այն քաղաքական ուժերի համար, որոնք հավակնում են հաղթել, նշել է երրորդ նախագահը։ Հարցին թե ինչով է պայմանավորվում ներընդդիմադիր պայքարի լարումը, Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ տարակարծությունների մասին խոսելով պատասխանել է համաձայն չէ նման գնահատականի հետ։ Ընդամենը իր բնորոշմամբ ջրերը զուլալվում են։ Բոլոր նրանք, ովքեր պիտի փորձեն քաղաքական ուժերը մեր հաշվին աչոք հավաքել, իբր մեր շանսերը նվազեցնելու համար, ակնհայտ է, որ իրենց ասվելու է ճշմարտությունը, եւ եթե իրենք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Մենք որևէ կոմպլեքս չունենք, ինչ զրպարտություն լինի, պատասխանը ստանալու են ճշմարտության տեսքով, ասել է Սերժ Սարգսյանը։ Հիշեցնեմ, որ օրերս հեռակա փոխհրաձգություն էր տեղի ունեցել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ Հայաստան Դաշինքի падգամավոր Աղվան Վարդանյանի միջեւ։ Դրա պատճառ էր հանդիսացել Գյումրիում Հայաստան Դաշինքի падգամավորների հանդիպումը ազգաբնակչության հետ, որի ժամանակ քաղաքացիներից մեկը հարցրել էր. ինչու ճշմարտությունը չեք ասում, ինչու չեք ասում, որ Նիկոլ Փաշինյանին բերել են առաջին եւ երրորդ նախագաները։ Ըստ Աշոտյանի հարցը եւ դրա հետագա պատասխանը եղել են բեմադրված։ Կողմերը միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցրեցին, չնայած հետագայում Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ինքը խնդիր չունի Աղվան Վարդանյանի հետ, սակայն լարվել են իր ու Վարդանյանի քաղաքական ուժերի հարաբերությունները։ Օրերս էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ ընտրությունների արդյունքում բոլոր նախկին իշխանությունները վերջնականապես ու անվերադարձ դուրս են շպրտվելու քաղաքական դաշտից։ 2026-ի խորհրդանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած ընդդիմադիր ուժերը մինչդեռ վստահ են Փաշինյանին հաշված օրեր են մնացել եւ հունիսի 7-ից հետո նրա իշխանությունը հեռանալու է։ Ավարտվել է Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լեհաստան, վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, առանձնազրույցից հետո վարչապետները հանդես են եկել համատեղ հայտարարություններով։ Հայ-լեհական հարաբերությունները բարեկամական են, առանց որևէ նախապայմանների, հայտարարել է Տուսկը։ Ես գիտեմ, թե որքան ջանք է անհրաժեշտ եղել իրականացնելու այն տեսլականը, քաղաքական այդ իրականությունը ձևակերպելու ճանապարհին եւ սա մի երևույթ է, որը այսօրվա բարդ պայմաններում եւ ռուսական ագրեսիայի Ուկրաինայի վրա ագրեսիայի պայմաններում շատ հազվադեպ երևույթ է եւ դու պետք է օրինակ հանդիսանաս հենց այդ քաղաքական ուղղվարման համար նաեւ պետք է ամբողջ
հանրությանը ներկայացնել, որ չափազանց կարևոր է խաղաղությունը դա առաջնահերթ կետ է եւ որքան վտանգավոր է այդ ուղին բռնելու համար տարատեսակ գործողություններ իրականացնելու, թեև այն դա բարդ ճանապարհ է եւ պահանջում է մեծ աշխատանք, ինչը շատ գովելի է եւ գնահատվում է իմ կողմից։ Ցանկանում եմ հայազգին եւ անձամբ քեզ ամենայն հաջողություն այդ ճանապարհին։ Նաեւ ուզում եմ ասել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին եւ սա շատ ակտիվ թեմա է քննարկումների համար, թե ինչպես ընդլայնել Եվրոմիության այդ մեծ ընտանիքը։ Շատ հետաքրքիր միջադեպ եղավ, երբ 3 Իսլանդիայի վարչապետներ այստեղ եւ մի երկիր, որը լրիվ այլ ուղղության աշխարհագրական մեկ այլ ուղղությունից է եւ շուտով իրենք ռեֆերենդում են ուզում կազմակերպել եւ մենք զրուցում ենք եւ շատ ռեալիստական տեսլական ենք տեսնում թե ինչպես կարող ենք բացել այդ ճանապարհը Հայաստանի քաղաքացիների համար, որպեսզի դա լինի պրակտիկ process, ընթացակարգ։ Այսօր հստակ տեսնում ենք, որ Եվրոպան, Եվրոմիությունը, այդ մասին խոսել ենք լեհական պարլամենտում, այսօր մեր պարլամենտում դիվանագետների օրն է եւ պետք է ասեմ, որ դա շատ լավ հայտնաբերում է դիվանագիտության մեջ, հաշվի չառնելով տարատեսակ կարծիքներ։ Անդրադառնալով Հայաստանի եւ Լեհաստանի միջև ստորագրված ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագրին, Տուսկը համոզմունք է հայտնել, որ անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցությունը բարենպաստ ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ այցը մի նոր փուլի ազդարարում եւ արձանագրում է երկկողմ հարաբերություններում։ Փաշինյանը կարևորել է Լեհաստանի վարչապետի գնահատականները նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում ընդունված Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց մեկնարկելու մասին օրենքի վերաբերյալ։ Մեր առաջնային խնդիրը Հայաստանը Եվրամիության ստանդարտներին համապատասխան երկիր դարձնելն է։ Ժողովրդավարական բարեփոխումները շատ բարդ գործընթաց են, իրենք իրենց հետ բերում են մարտահրավերներ, կասկածներ, մեղադրանքներ եւ մանավանդ այսօրվա աշխարհում երբեմն ընդունված է կամ նույնիսկ փորձ է արվում ստեղծել տպավորություն, թե ժողովրդավարական երկիր նշանակում է լինել թույլ երկիր։ Ժողովրդավարական երկիր նշանակում է ի վիճակի չլինել ապահովել ու պաշտպանել սեփական անվտանգությունը, նկատել էր վարչապետը։ Լեհաստանը այդ առումով շատ վառ օրինակ է, թե ինչպես կարող է ժողովրդավարությունը զուգակցվել ուժեղ անվտանգային համակարգի, ուժեղ տնտեսության հետ եւ իհարկե ուժեղ գործընկերության հետ միջազգային ասպարեզում։ Այս առումով ես ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր ավանդական պատմական կապերին ավելանալու է գալիս մեր ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը եւ պիտի արձանագրեմ, որ մենք շատ բարձր ենք գնահատում Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ իհարկե խաղաղության այն գործընթացին, որը մեր տարածաշրջանում տեղի է ունենում։ Գիտեք, երբ մենք դեռ նոր էինք հայտարարում խաղաղության ռազմավարություն որդեգրելու ճանապարհը եւ ես Հայաստանում մեր խորհրդարանում ներկայացնում էի խաղաղության գործընթացի մասին իմ տեսլականը, ընդդիմության падգամավորներից մեկը արձագանքեց հետեւյալ կերպ ասելով Հարավային Կովկասի մասին խոսում եք այնպես, կարծեք Եվրոպայի մասին եք խոսում, եւ իմ արձագանքը հետեւյալն էր, ես ասացի, իսկ մենք համոզված ենք արդյոք, որ լավ գիտենք Եվրոպայի պատմությունը։ Եվ Եվրոպան այդ առումով մեծ համար օրինակ է եւ ճիշտն ասած, եթե շատ անկեղծ լինեմ, նաեւ խաղաղության գործընթացում հենց Եվրոպայի շատ բարդ, շատ դաժան պատմության օրինակն է, որ մեզ ի վերջո բերել են համոզման, որպես դուք նշեցիք, խաղաղությունը իսկապես ամենակարևորն է, որովհետև միշտ էլ կան փաստարկներ ընդդեմ խաղաղության, բայց շատ կարևոր է ունենալ եւ կարողանալ հենվել
այն փաստարկների վրա, որոնք ի ցույց են դնում խաղաղության այլընտրանք լինելը, ժողովրդավարության այլընտրանք լինելը եւ ազատության այլընտրանք լինելը եւ ազատության այն ճանապարհը, որ Լեհաստանը անցել է եւ ժողովրդավարական հասարակության կառուցման այս գործընթացը իհարկե մեզ համար օրինակելի է։ Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Լեհաստանի Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայայի հետ։ Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին, նաև Հայաստանի ու Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։ Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոշինկա-Կամիշը ստորագրել են ռազմատեխնիկական համագործակցության հուշագիր։ Իդեպ հիշեցնեմ, ժամանակին Հայաստանում գործում էր Լյուբավա-Արմենիա հայ-լեհական ձեռնարկությունը, որը պատվերներ էր կատարում հայկական զինված ուժերի համար։ Բացի այդ, լեհական ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը արդիականացրել է հայկական բանակի T-72 տանկերը։ Այժմ Հայաստանի եւ Լեհաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության փաստաթղթերի ստորագրումից հետո հնարավոր է այդ գործակցությունը նոր, ավելի բարձր մակարդակի հասնի։ Այսօր առավոտյան վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեսանյութ է տարածել, որտեղ նշել է, որ իր եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Նա մասնավորապես ասել է. «Ես լքում եմ կառավարական առանձնատունը, բայց քանի որ շատ սպասելի է, որ առաջիկայում տարբեր տեղեկատվություն կտարածեն իմ մասին, մասնավորապես թե ոնց եմ այս տունը վերցրել հիմքից եւ հետս տարել, անհրաժեշտ եմ համարում մի քանի փաստ անձամբ ձեզ տեղյակ պահել», նշել է Հակոբյանը։ Այնուհետև նա ցուցադրել է իր զարդերը, նշելով. «Դրանք արարողակարգային նվերներ են այս տարիների ընթացքում ինձ տրված, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ իրենցից կոռուպցիոն վտանգ չեն ներկայացրել ու թերևս մի 7 ամիս առաջ հանձնվել են ինձ։ Բնականաբար ես այս բոլոր նվերները, զարդերը եւ այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։ Նա նաեւ չի բացառում, թե կարող են քրեական գործ հարուցել նաեւ իր հանդեպ որպես Իմ քայլը հիմնադրամի տնօրեն»։ Անհրաժեշտ եմ համարում նաև ձեզ ցուցադրել այս զարդերը, որոնք արարողակարգային նվերներ են այս տարիների ընթացքում ինձ տրված, որոնք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմամբ իրենցից կոռուպցիոն վտանգ չեն ներկայացրել եւ թերևս մի 7 ամիս առաջ հանձնվել են ինձ, սրանցից ոմանք կրել են, ոմանք նույնիսկ չեմ կրել, բնականաբար ես այս բոլոր նվերները, զարդերը եւ այս հագուստը, որոնք նույնպես կարծում եմ բավականին թանկարժեք են, հանձնում եմ պետությանը։ Սիրելի ժողովուրդ, այս տուփերի մեջ անձնական հագուստը եւ անձնական հիգիենայի պարագաները, ուրիշ բացարձակապես ոչինչ։ Բայց քանի որ ինչ որ իմաստով կարծես հրաժեշտի տեսանյութ է ստացվում, մի բան կա, որի մասին ուզում եմ ձեզ հատուկ ասել։ Խոսքը վերաբերվում է անցած 8 տարիների ընթացքում որպես վարչապետի տիկին իմ տարբեր հարթակներում ներկայացած կերպարներին, որոնց հետ կապված հսկայական աժոտաժ է եղել, քննադատություն եւ այլն։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ այս ամբողջ ընթացքում զգեստապահարան ձևավորելու եւ այլնի համար ես չեմ ունեցել գումար, 0 գումար է, 0 բյուջե է եղել եւ ես այս տարիների ընթացքում բարիս բուն իմաստով աճպարարություն եմ արել տարբեր հարթակներում, տարբեր կերպ ներկայանալու համար եւ եթե ինչ-որ կերպարներ հուսահատեցրել են կամ վրդովեցրել են, կներեք իհարկե, ես ուզում եմ նորից առիթից օգտվելով 1000-րդ անգամ շնորհակալություն հայտնել այն դիզայներներին, ովքեր ինձ օգնել են այս իրավիճակից ինչ-որ ձևով դուրս գալ եւ համագործակցել են, իսկ համագործակցությունը եղել է հետեւյալ կերպ, նրանք ինձ տարբեր միջոցառումների համար կամ կարել են կամ ունեցած իրենց հագուստից տվել են հագուստ, ես կրել եմ եւ վերադարձրել եմ իրենց, ինչի համար անչափ շնորհակալ եմ այդ ջանքի եւ աշխատանքի համար եւ նորից ներողություն եմ խնդրում նրանց մեծապես հարվածի դնելով պայմանավորված իմ կերպարով եւ այլն։ Այսպեսով ստեսություն, ինչ նոր հանդիպում, չեմ ուզում ասել սիրում եմ բոլորիդ, որովհետև իմ կարծիքով սերը
մի բան է, որը ոչ թե պետք է ասել, այլ պետք է գործողությունով ցույց տալ, հոգատարությամբ, այն խնամքով, որ ուղղվում է սիրած էակին։ Ես կարծում եմ, որ այս մոտ 8 տարիների ընթացքում իմ գործողություններով համենայն դեպս դրանց հիմքում միայն եղել է սերը եւ հոգատարությունը ձեր եւ պետության հանդեպ։ Աստված պահապան բոլորին, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Աննա Հակոբյանի այս հայտարարությանը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանը, վարչապետը մասնավորապես նշել է Աննայի որոշմանը վերաբերվում եմ հարգանքով, վերջին 30 տարում իմ բոլոր դժվարին օրերին նա եղել է իմ կողքին, եղել է իմ ապավենը եւ հենարանը։ Վստահ չեմ, թե ես նրա համար եղել եմ այդպիսին, թերևս ավելի շատ դառնություն եմ պատճառել, ինչի համար ներողություն եմ խնդրում, ասել է Փաշինյանը։ Իդեպ JD Vance-ի այցից մի քանի օր անց փետրվարի 17-ին Աննա Հակոբյանը առաջին հայտարարությունն էր արել այս թեմայով, նշելով տեղեկացնում եմ, որ իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինել զուսպ, լինել կոռեկտ։ Շնորհակալություն, նշել էր Հակոբյանը։ Եվ այժմ կզրուցեմ միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Ողջույն, պարոն Թումասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարոյցս։ Պարոն Թումասյան, նախ քաղաքական վերադասավորումների մասին, ինչպես արդեն նշեցի, Հայաքվեն եւ Միասնության թևերը հուշագիր ստորագրեցին, համատեղ են ընտրություններին մասնակցելու, այդպիսի որոշում ունեն Մայր Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը, Հանրապետականը որոշում չունի դեռևս մասնակցության, Արթուր Վանեցյանի կուսակցությունը որոշել է չմասնակցել ընտրություններին, դե ունենք Ուժեղ Հայաստան, որը մասնակցում է, դեռևս անհասկանալի թեկնածուով եւ նաեւ Ռոբերտ Քոչյանը դաշնակցության հետ ենթադրաբար էլի մասնակցելու է ընտրություններին։ Նախ այս վերադասավորումները մեզ ինչի մասին են օրինակ հուշում։ Հա, նույն օրինակ Արման Թաթոյանը, որը պարբերաբար փորձում է չաֆիլացվել Սերժ Սարգսյանի հետ կամ այսպես ասենք ռուսական գծի հետ, գնում է գործակցության Հայաքվեի հետ, որի գործունեության ընթացքում մենք շատ բան ենք տեսել, այսպես ասած։ Արեք շատ ուղիղ արձանագրենք, որ նույն այդ Հայաքվեի գաղափարը ճակերտներում իհարկե, որտեղ ես դա չեմ կարող համարել իրական Հայաքվե, ստեղծվել է ինչպես այլընտրանք Եվրոքվեին, եւ գաղափարը նրանում էր, որ իբրև այդ երկու բանը իրար հակասում է, այնինչ հակառակը Եվրոքվեն է, Հայաքվե իրականում, եւ Հայաքվեն կարող է միայն լինել Եվրոքվե նաեւ, որովհետեւ հայ ազգի ոչ միայն անցյալը, այլ ապագան էլ եվրոպական ընտանիքի հետ միասին է եւ այդ գաղափարը, որը իրանք բերեցին, ցույց տալ նպատակ ուներ, որ իբրև մեր եւ եվրոպական ճանապարհները հակասում է ազգային ճանապարհին։ Բացի դրանից, պարոն Թաթոյանը Չալաբյանի հետ համեմատություն մեծ փորձ ունի, որը շատ լավ տեղյակ է ինքը, թե ինչ է նշանակում այսօր, երբ ես տեսա, որ պարոն Չալաբյանի հետ միասին իրանք այդ ստորագրելիս կարծեմ, ներկայացնելիս ուրեմն իրանց հարթակը ունեին Հայաստանի քարտեզը եւ նաեւ Ղարաբաղը առանձին այդտեղ նշված էր, ինչպես փաստացի կամ Հայաստանի կից կամ Հայաստանի մաս։ Պարոն Թաթոյանը, որը իրեն արդեն վարչապետ է պատկերացնում մեկ-մեկ եւ այդպիսի հայտարարություններ անում, պետք է հասկանա, որ այդպիսի քաղաքական քայլով ինքը փաստացի այսօր, եթե վարչապետ լիներ, պատերազմ կհրահրեր։ Պատասխանատվություն ունի այդ անձնավորությունը քաղաքական դաշտում 3 միլիոն բնակչության համար, թե զուտ պոպուլիստական որևէ հայտարարություն հարմար մարդու համար հնարավոր է որ անի զուտ այն նպատակով, որ դա շատ լավ է հնչում կամ հանրության մեծ մասը կարա գոհ լինի դրանով։ Այսինքն ես հանրությանը կոչ եմ անում, որ մենք սկսենք կոնկրետ գնահատականներ տալ իրանց քայլերին, կոնկրետ ինչ Թաթոյանի դեպքին է վերաբերվում, ապա տարածքային ամբողջականությունը Հայաստանի ճանաչում է, թե ոչ, Ադրբեջանի ճանաչում է, թե ոչ։ Եթե չի ճանաչում, գիտակցում է, որ դա միանգամից պատերազմի է տանում։ Եթե պատերազմի է տանում, ապա գիտակցում է, որ դրանով միանգամից տարածաշրջանում իրավիճակը ոնց է փոխվում եւ գիտի արդյոք ինչին կարա բերել նոր պատերազմը։ Դա մեկ, ինչ վերաբերվում է մնացած հարցերին, ապա գիտեք, բացահայտ այդ ուժերը ասել են, որ Գյումրի 2 են կազմակերպելու։ Հիմա այս Գյումրի 2-ում Արթուր Վանեցյանին ինչու են կողքի քաշել Մոսկվայից, ապա երևի տեսնում են, որ արդյունք չկա իր այդ Կրիմնաշի եւ KGB-ի նախկին ղեկավարի այդ գործունեության մեջ, քաղաքականությունում չկարողացավ
նպատակներին հասնել։ Դրա փոխարեն բերել են ուրիշ ավելի էֆեկտիվ գործիք ռուսական, դա ռուս օլիգարխ Սամվել Կարապետյանն է, որը մենք տեսնում ենք, որ հսկայական գումարներ շարունակում է ծախսել այս նախընտրական շրջանում, եւ ինձ հիշեցնում է նաեւ Բիձինա Իվանիշվիլի խոստումը, այսօր տեսա ավտոբուսով ուրեմն իրանք որևէտեղ շարժվում են եւ գրած էր 0%-անոց վարկեր։ Վրաստանում 2012 թվականին նաև չինական գումարներով 0%-անոց վարկեր էր մեզ խոստանում ռուս օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին, բայց գիտեք, երբեք մենք որևէ այսպիսի բան չտեսանք, հակառակը պատժամիջոցների տակ է պետությունը այսօր գտնվում։ Ուստի Գյումրի 2-ի սցենարը ակնհայտ է, հիմա դասավորում է տեղի ունենում եւ հասկանալի է մոտավորապես ինչ սցենար են իրանք պատրաստում այս առումով։ Իհարկե սա պետք է կանխել, որովհետեւ Գյումրի 2-ը նշանակում է այն, ինչ պարոն Թաթոյանն է նաեւ ցույց տալի։ Խաղաղության նորակարգի ավարտ, թրիփի ավարտ, արհեստական բանականության մեջ ներդրումների ավարտ։ Դրա փոխարեն Հայաստանը կնմանվի Վրաստանին, այսինքն օլիգարխիայի կողմից ղեկավարված ծայրագավառին։ Բայց այնուամենայնիվ, հա, մենք ունենք այն, ինչ ունենք, եւ ըստ կանխատեսումների ձևավորելու ենք էլի նույն պարլամենտը, ինչ 2021-ին էր, այսինքն էլի քաղաքացիական պայմանագիրն է լինելու մեծամասնություն եւ որոշ գուցե փոխատեղումներով ըստ տարբեր գնահատականների ռուսական ընդդիմություն, այսինքն գրեթե ոչինչ չի փոխվում, հա, մեզ մոտ ընտրությունից ընտրություն նույն բանն է։ Ցավոք, այո, այդպես է ստացվում եւ դա մի քանի պատճառ ունի։ Առաջի հերթին պատճառը գալիս է նրանից, որ քաղաքացիական պայմանագիրը իր պողպատե մանդատը չի իրականացրել եւ ես համարում եմ, որ դա մեծ սխալ է։ Հիմա եւ վարչապետը ասում է, որ ընտրություններից հետո օլիգարխ եւ այլն չեք տեսնելու, ապա գիտեք, այստեղ հարց է առաջանում։ Ես համամիտ եմ իհարկե եւ ճիշտ է դա, բայց եթե դուք կարող եք կանխել որ օլիգարխները չհայտնվեն խորհրդարանում։ Հետո 4 տարի մենք զբաղված լինենք նրանով, որ մեկնաբանենք այդ նոր ճակերտներում եւ հին ընդդիմության հայտարարությունները։ Արգելեք իրաց մասնակցությունը։ Իսկ ով է ասել, որ պետք է ուժեղ Հայաստան կոչված այդ ռուսական գործակալական ցանցը հնարավորություն ունենա մասնակցի ընտրություններում, այն էլ սահմանադրությունը խախտելով, օրենսդրությունը խախտելով, ինչ որ բաներ հորինելով այդտեղ իբրև ամենախելացիներն են, հիմա կարող են ուրիշ ձևով սահմանադրությունին մոտենալ։ Բացի դրանից ուղիղ պետք է նաև ասել, գիտեք, ես շարունակում եմ կոչ անել, հորդորել, ամենայն հարգանքով, բայց շատ այսպես կոնկրետ եւ ուղիղ բոլոր առողջ ուժերին միավորվել։ Գիտեք, ժամանակը չէ, որ թերագնահատեն մի կողմից վտանգները եւ գերագնահատեն սեփական հնարավորությունները տարբեր եւ տարբեր քաղաքական ուժեր, որոնք հայամետ, արևմտամետ, որովհետեւ այդ երկու բանը նույն բանն է, շահեր են անցկացնում այն նպատակով, որ մեր պետությունը հազիվ դուրս գա այս իրավիճակից ռուս-թուրքական ճարտարապետությունից կարճ ասած եւ հայտնվի արևմտյան տրանսատլանտյան ինտեգրման այդ ուրեմն ընտանիքում։ Հիմա այդ ուժերը պետք է միավորվեն, երբ ես տեսնում եմ, որ այդ ուժերից գերագնահատում են իրանց առանձին ուժերը, երբ տեսնում եմ, որ մարդիկ կան միանգամից խոսում են անլուրջ, որ իբրև վարչապետի տեխնացու կարող են լինել եւ այլն, որովհետեւ պետք է իրատեսական լինել, ով կարող է իրոք զբաղեցնել։ Եթե չես կարող փաստացի իշխանություն ստանալ, ապա նպատակ դիր դառնալ լավ ընդդիմություն։ Եվ դա պետք է լինի նպատակը։ Ես տեսնում եմ այսպիսի առողջ ուժեր, եւ այդ առողջ ուժերը ունեն հնարավորություն, այլ փորձեր եմ տեսնում միավորվելու, հուսով եմ, որ դա տեղի կունենա, կստեղծվի ժողովրդավարական հարթակ, որևէ մեկը չի խոսում բոլորին միավորելու մասին, այլ հարթակ պետք է լինի, Եվրադաշինքը դրա լավ օրինակ էր, բայց հիմա այդ ձևաչափը չկա, պետք է լինի նոր ինչ-որ ձևաչափ, որով ոչ թե նպատակ կլինի իշխանափոխություն, հասկանալի է, որ ոչ, այլ նպատակ կլինի ընդդիմափոխություն։ Պարոն Բաբաջանյանը հաճախ խոսում է հենց այս բառապաշարով ընդդիմափոխություն, ես ողջունում եմ այդ բառերը, որովհետև դա է այսօր մոդելը, որով պետք է փոխել այս ընդդիմությունը, որովհետև գիտեք, ընդդիմությունը չի կարող գործակալ լինի եւ պետության թշնամի լինի։ Մեզ պետք է նորմալ ընդդիմություն եւ ասեմ ձեզ, որ քաղաքացիական պայմանագիրին էլ է պետք նորմալ ընդդիմություն, որովհետև միջև իրանք չունեն նորմալ ընդդիմություն, իրանք սեփական կուսակցության համար էլ խնդիրներ են ստեղծելու ի վերջո, որովհետև միշտ չի կարելի հույս ունենալ, որ ընդդիմությունը գործակալ է եւ այդ պատճառով միայն զուտ պետք է ժողովուրդը քեզ ընտրի։ Առողջ ընդդիմությունը նաև օգնելու է իշխանությունին ճիշտ կառավարեն պետությունը։
Պարոն Թոմասյան, դե կարծում եմ գիտեք, որ հիմա մեր հանրային քաղաքական քննարկման թոփ թեմաներից մեկը դա վարչապետի եւ նրա տիկնոջ բաժանության հարցն է։ Սա ինչ որ ձևով կարող է անդրադառնալ քաղաքական, այս նկատում եմ նույն վարչապետի, հա, վարկանիշի վրա, այսինքն ինչ որ անդրադարձ քաղաքական կարող է ունենալ։ Ես որևէ ձև չեմ մեկնաբանելու իհարկե անձնական կյանքին վերաբերող հարցերը, ես ուղիղ կասեմ, որ սա մեր հանրության մոտեցումը վարչապետ Փաշինյանի հանդեպ չպետք է փոխի, որովհետև վարչապետը իր գործունեությունը մենք արդյունքներով պետք է դիտենք։ Եվ վարչապետը շատ ուղիղ անկեղծ պետք է ասեմ, վերջի տարիների ընթացքում մենք տեսնում ենք լրիվ ուրիշ Նիկոլ Փաշինյան, որը շատ տարբերվում է առաջի տարիների Նիկոլ Փաշինյանից։ Այո, վարչապետը հմտություն, փորձ, ել ավելի շատ գիտելիք, ել ավելի շատ կապ անցյալի մեր պատմության հետ, ել ավելի լավ աշխարհակաղակական համատեքստ է տեսնում, այսինքն մենք տեսնում ենք, որ վարչապետը ինքն է նաև զարգանում պետության եւ ազգի զարգացման հետ միասին, եւ ես անկեղծ կարամ ասեմ, ուղիղ, որ այս պահի դրությամբ Հայաստանում չկա քաղաքական այն առաջնորդը, որը իրոք կարող խոսել նրա մասին, որ կարա փոխարինի Նիկոլ Փաշինյանին ինչպես վարչապետ։ Եվ զուգահեռ դրա պետք է շատ ուղիղ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես վարչապետ ունի պատասխանատվություն մի շարք, այդ թվում TRIP ծրագրի իրականացման համար, եւ այս ընտրություններով նաեւ պետք է տրվի հնարավորություն իրեն, որ այդ ծրագրերը, որը սկսվել է ռազմավարական փաստաթղթերը, TRIP ծրագիրը, խաղաղության օրակարգը, այդ ամենը պետք է ավարտին հասցնի Նիկոլ Փաշինյանը, նաեւ, բայց համարում եմ, որ նաև իր կողմից ճիշտ քայլերը բերում են նրան, որ իր հանդեպ վստահությունը աճում է։ Ուղղակի խնդիրը մեկ բանում է եւ եւս վերադառնում եմ այն հարցին, որ վարչապետը պետք է անպայման այդ խոստումը, որը տվել է հանրությանը, իրականացնի։ Մենք ի վերջո պետք է ազատվենք գործակալներից, ինչպես եկեղեցում, այդպես էլ ներքաղաքական դաշտում եւ ձևավորենք իրոք այնպիսի իրավիճակ, որ Հայաստանում քաղաքական դաշտը լինի պետականամետ, որ այդ թվում եւ հուսով եմ համոզված եմ վարչապետը այդպես է պատկերացնում, որ մրցակցություն լինի, առողջ ուժեր լինեն, վարչապետն էլ տեսնի, որ պետք է ձևավորվեն ուրիշ քաղաքական ուժեր, միջև ընդդիմադիր դաշտ այս գործակալների ձեռքում է եւ ուրեմն նախկին ներկայի այս ձևաչափն է շարունակվում, առողջ ուժեր չեն կարող ձևավորվել։ Ուստի եթե վարչապետը հասկանում է, ես համոզված եմ, որ հասկանում է պատասխանատվությունը իր պետության եւ ազգի առջեւ, ապա պետք է իր ջանքերը տրամադրի այն ուղղությունով, որ վերջնական լուծենք այդ հարցերը եւ ազատվի առողջ դաշտ քաղաքական դաշտում առողջ այդ հատվածը նկատի ունեմ ընդդիմադիր, որ մենք ունենանք նորմալ ընդդիմություն։ Առանց նորմալ ընդդիմություն պետությունը չի կարող զարգանալ։ Միայն նորմալ իշխանությունով բավարար չէ։ Ընդդիմությունն էլ պետք է լինի նորմալ, դա շատ կարևոր է եւ ես կարծում եմ վերջի տարիների ընթացքում ընդդիմությունը նաև ցույց տվեց փաստերով, դա Եվրոքվեի այդ գործընթացն էլ կարա լինի, TRIP-ի ուղղությամբ գործընթացները, խաղաղության պայմանագրի, որ ընդդիմությունը կարա լինի պետականամետ եւ կոնստրուկտիվ քննադատելու մեջ, երբ դա անհրաժեշտ է իշխանություններին։ Այսինքն մենք դրա հնարավորություն ունենք, ուստի ես հուսով եմ, որ վարչապետը հիմա իր անձնական ջանքերը նաև կտրամադրի այս ուղղությունով եւ իհարկե հուսով եմ, որ մեր հանրությունը չի փորձի հիմա ուրեմն վարչապետը նաև մեկնաբանություն արեց եւ այս թեման պետքա փակենք, որովհետեւ եթե անհրաժեշտություն լինի, հենց վարչապետը դրա մասին մեկնաբանություն կանի։ Հանրությունը չպետք է անցնի այդ կարմիր գիծը եւ իր անձնական կյանքով լինի հետաքրքրված, դրա փոխարեն արեք մեր հանրային եւ պետական կյանքով լինենք հետաքրքրված։ Շատ լավ, եւ անդրադառնանք վարչապետի Լեհաստան կատարած այցին։ Նիկոլ Փաշինյանը թե ֆորմալ եւ թե ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ պարբերաբար շեշտում էր, թե ինչպիսի լավ օրինակ է Լեհաստանը, հա, անվտանգություն, զարգացած տնտեսություն, համակարգեր, ինստիտուտներ, ժողովրդավարություն եւ այլն, բայց ինչպես, սա կարևոր հարցերից մեկն է, լավ օրինակը ինչպես կարող է օրինակելի լինել Երևանի համար, որը համենայն դեպս ձգտում է դեպի ժողովրդավարություն, զարգացած ինստիտուտներ, դիվերսիֆիկացված տնտեսություն, անվտանգային համակարգ ու նման բաներ, բայց դրա հետ զուգահեռ Հայաստանը ասում է, որ մենք շատ խորը քաղաքական տնտեսական կապեր ունենք Ռուսաստանի հետ, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, հապկում անդամ ենք թեև սառեցված, ԵԱՏՄ-ից դուրս գալու միտք չունենք, ռազմաբազա անհանելու հարց չենք քննարկում, բայց Վարշավան մեզ համար օրինակելի է։ Այդ դեպքում ինչով է օրինակելի Վարշավան։
Գիտեք, քաղաքականությունը եւ դիվանագիտությունը շատ բարդ բան առհասարակ։ Արեք պայմանավորվենք նրա մասին, որ դիվանագիտությունը երբեք ճշմարտությունը ուղիղ ասել չէ։ Հակառակը ճշմարտությունը ամեն ձև ուրեմն այսպես ուղիղ չասելու արվեստ է դիվանագիտությունը։ Վարչապետ Փաշինյանն էլ ես կարծում եմ եւս մեկ անգամ առաջընթաց ունի, որ վերջի տարիներում ավելի լավ է հասկացել այդ հմտությունները։ Հիմա երբ զուգահեռ վարչապետը ասում են, որ մենք ռազմակայանի հարց չենք կանգնեցնում, բայց հապկը փաստացի սառեցրել ենք եւ դրա շնորհիվ ստանում ենք ռազմատեխնիկական նույն հարաբերություններ Լեհաստանի։ Ես համոզեցնում եմ Լեհաստանը այն պետությունն է, որ կասկած ունենար, որ մի բան Ռուսաստանի ձեռքում կհայտնվեր, երբեք այդպիսի փաստաթուղթ չէր ստորագրի։ Ինչպես նաեւ Միացյալ Նահանգները, որտեղ երևի Լեհաստանը ուրեմն Ռուսաստանի ներկա քաղաքականության դեմ ուղղված պետություններից մեկն է, եթե ոչ դեմ ուղղվածը։ Բացի դրանից Հայաստանը ասում է ռազմակայանի հարց չեմ դնում, բայց փաստացի անցակետներից օրերս իմացանք, որ ռուսական սահմանապահները ամբողջությամբ դուրս։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ չի կարելի նախորոք ասել ռազմակայանի հարց կդնենք եւ Ռուսաստանին տալ հնարավորություն էլ ավելի ագրեսիվ գործելու։ Պետք է այս ընտրություններով ապահովենք եւս ուրեմն հաջորդ այդ քաղաքական ցիկլը, որի շնորհիվ արդեն մյուս ուղղություններով կանցնենք։ Մենք երկաթուղու ուղղությունով կարևոր քայլեր տեսանք, ԵԱՏՄ-ի ուղղությունով պարզ ասվում է, որ երբ գքա պահը որոշում կկայացնենք, իսկ հարցը պարզ է ինչ որոշում, չէ, Եվրոպական միությունում անդամակցություն։ Հիմա այսօր որ դա Հայաստանը ասի, Թուրքիայի հետ սահմանը փակ է, Վրաստանի հետ տեսնում եք ինչ խնդիրներ կան արհեստական ռուս օլիգարխ Իվանիշվիլի կողմից ստեղծված, ապա եվրոպական ինտեգրումը այսօր իրատեսական չէ։ Ուստի Հայաստանը բալանսավորում է այն իրականությունում, որը արդյոք դա լավ է։ Ոչ, դա լավ չէ, լավ կլիներ ավելի, որ Հայաստանը կարողանար ինքը որոշել սեփական օրակարգը, բայց մենք գտնվում ենք բարձ տարածաշրջանում, ոչ Շվեյցարիայի հարևանն ենք, ոչ էլ Լեհաստանի հարևանը կամ Գերմանիայի։ Այսինքն պետք է հաշվի առնենք դա։ Մյուս կողմից գլխավորն է ուղղությունը ռազմավարական։ Մինչև Վրաստանը Ամերիկայի, Եվրոպայի հետ, Միացյալ Թագավորության հետ հարաբերությունները վատթարացնում է եւ ռազմավարական հարաբերությունները խզել է, Հայաստանը ստորագրել է այդ բոլոր ուղղությամբ ռազմական մատակարարումները դիվերսիֆիկացրել է Հնդկաստանի հետ խոսքին եւ այլն, Ռուսաստանից կախվածությունը նվազեցրել է, բացել է հիմա նոր շուկաներ, այդ թվում երկաթուղու միջոցով, որը վերջնական հուսով եմ կոնսենսիան կավարտվի եւ կսկսի առևտուր Հայաստանը ուրիշ պետությունների հետ եւ ծորենի, նավթի, գազի փոխարինում պետք է տեղի ունենա։ Այսինքն մենք գնում ենք ռազմավարական առումով ճիշտ ուղղությունով, իսկ Ռուսաստանը, որը սպառնալիք է ուղիղ Հայաստանի համար, իհարկե մենք պետք է այդտեղ ինչքան կարելի ավելի մեղմ գործենք եւ բալանսավորենք, բայց դա չպետք է լինի Հայաստանի պետական շահերի զիջելու ճանապարհով եւ ես տեսնում եմ, որ մենք ճիշտ այդ ուղղությամբ գնում ենք։ Ես համոզված եմ, որ ընտրություններից հետո կսկսվի ել ավելի մթնոլորտը փոխվել այդ ուղղությամբ, որովհետեւ հիմա շատ լավ վարչապետն էլ հասկանում է, եթե միջև ընտրություններ ելի ավելի շատ թեմաներ բարձրացնել, այնպես էլ Կտրիչ Ներսիսյանի եւ ԿԳԲ-ի գործակալների թեման էլ շատ բարդ թեմա է Մոսկվայի համար էլ ավելի կսրի հարաբերությունները։ Անցնի ընտրությունները, ռուսական այս հատուկ օպերացիան Կիրիենկոյի, որ Գյումրի երկուս կազմակերպեն, տապալվի, դրանից հետո մենք էլ ավելի շատ բան կորոշենք եւ վարչապետը ասել է դա, այլևս չենք տեսնի գործակալներ եւ նկատի ունեմ օլիգարխներ, նախկին իշխանություն եւ այլն, դա պետք է իրականություն դարձնի անպայման վարչապետը։ Շնորհակալ եմ, պարոն Թոմասյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանն էր։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։ 1988 թվականին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ, այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու
ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման ու երկարատև խաղաղության համար, ասվում է արտգործնախարարության հայտարարությունում։ Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը ևս հայտարարություն է տարածել, նշելով այսօր մենք միանում ենք հայերին, սգալով եւ տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։ Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պաշտոնապես հաստատում է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի ախորիկ անցակետից ռուս սահմանապանները հեռացվել են եւ այնտեղ ծառայություն են իրականացնում ազգային անվտանգության ծառայության հայ սահմանապանները։ Այս մասին նշվում է Հանրապետության կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողական զեկույցում։ 2025 թվականի մարտի 1-ից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի մարգարա անցման կետում ծառայություն են իրականացնում բացառապես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները։ 2026 թվականի սկզբից Հայաստան-Թուրքիա պետական սահմանի ախորիկ անցման կետում ևս ծառայություն են իրականացնում միայն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի զինծառայողները։ Ներկայումս չկա Հայաստանի Հանրապետության պետական սահմանի որևէ գործող անցման կետ, որը չի գտնվում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի լիարժեք վերահսկողության ներքո, նշվում է կատարողական զեկույցում։ Հիշեցնեմ, տարեսկզբին տեղեկություն տարածվեց ախորիկ անցակետից Ռուսաստանի սահմանապանների դուրս գալու վերաբերյալ, սակայն կենտրոնական իշխանությունները չհաստատեցին այս տեղեկությունը։ Միայն ախորիկ համայնքի վարչական ղեկավարն էր նշել, որ ինչ-որ գործընթացներ են իրականացվում, մասնավորապես տարածքում Հայաստանի Հանրապետության պետական դրոշն է տեղադրվել։ Ավելի վաղ էլ հայտնի էր դարձել, որ ռուս սահմանապանները դուրս են բերվել նաև հայ-իրանական սահմանի անցակետից ու Զվարթնոց օդանավակայանից, իսկ հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանին ծառայությունն իրականացվում է հայ սահմանապանների հետ համատեղ։ Սրան զուգահեռ Հայաստանի իշխանությունները չեն պլանավորում Հայաստանից հանել ռուսական 102-րդ ռազմաբազան։ Մենք որևէ ծրագիր չունենք եւ մտահոգություններ էլ չունենք կապված ռուսական ռազմաբազայի ներկայության հետ։ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանելով ներկաների հարցերին, ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմական ներկայությանը։ Մենք սերտ գործընկերներ ենք Ռուսաստանի հետ ու շատ սերտ տնտեսական, քաղաքական կապեր ունենք, նշել էր նա։ Եվ այժմ զրուցելու եմ Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Ողջույն պարոն Աթանեսյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ։ Պարոն Աթանեսյան, ինչպես նշեցի, Սումգայիթյան ոճրագործությունից անցել է արդեն 38 տարի, արտգործնախարարություններ հայտարարություններ արել, հիշել զոհերին, սպանվածներին, բռնի տեղահանվածներին եւ կարեւորել էր իր հայտարարության մեջ մարդու իրավունքների պաշտպանությունը, ատելության եւ ատելության խոսքի դրսեւորումների մերժումը, միաժամանակ հաշտեցման եւ երկարատև խաղաղության համար անսասան աշխատանքը եւ այս բոլորում համատեղ պատասխանատվության մասին էր խոսում։ Բայց որքանով որ ըստ կենտրոնական իշխանության հիմա խաղաղություն է հաստատվել, մենք որոշակի նաև տնտեսական գործակցություն ունենք Ադրբեջանի հետ արդեն իսկ, բայց այնուամենայնիվ ադրբեջանական կողմում ըստ տարբեր փորձագետների նաև ռետորաբանությունը չի փոխվում ատելության խոսքի իմաստով, հա։ Հետևաբար նաև այսօրվա կամ Սումգայիթյան իրադարձությունների խորհուրդը հաշվի առնելով, այս համատեղ պատասխանատվության հարցում Հայաստանի ջանքերը կարծում եմ բավականին տեսանելի են, դրանք համարժեք են նաև ադրբեջանական կողմից եւ որքանով է այդ պատասխանատվությունը այս դեպքում համարժեք ոչ միայն անցյալում տեղի ունեցած իրադարձությունները վերագնահատելու իմաստով, այլ նաև ներկա ձեռքբերումները պահպանելու, զարգացնելու եւ առավել ինստիտուցիոնալ դարձնելու իմաստով։ Ես կարծում եմ Սումգայիթյան դեպքերի տարելիցի կապակցությամբ Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը անուղղակի պատասխան է փետրվարի 26-ին օկուպացված Ասկերանի շրջանում այսպես կոչված Խոջալույի ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահի շատ մեղմ ասած ոչ կոռեկտ հայտարարություններին եւ այդ համատեղ պատասխանատվությունը պետք է հասկանալ այնպես, որ անցյալի ցավալի իրադարձությունները կողմերը կարող են քննարկել ինչ-որ համատեղ պատմաբանների, իրավագետների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ հանգել ընդհանուր եզրակացության, որովհետեւ խաղաղությունը չի կարող լինել
ինստիտուցիոնալ եւ մանավանդ կայուն ու տևական, եթե պատմության վերաբերյալ կողմերի գնահատականները շարունակաբար տարբեր են եղել եւ մնում են տարբեր ու կարող են տարբեր մնալ ապագայում, ասենք Սումգայիթյան դեպքերի մեր եւ միջազգային ընկալումը այլ է ադրբեջանական կողմի մեկնաբանությունը այլ ադրբեջանական կողմը Խոջալույի դեպքերի վերաբերյալ ունի պաշտոնական եւ քարոզչական տեսակետ հայկական կողմը ցավոք անցած 34 տարիներին Խոջալույի դեպքերին երբեք չի անդրադարձել եւ այդ իրադարձությունների ենթատեքստը այսօր նույնիսկ հայ հանրության համար է փակ ու կարծում եմ որ խաղաղության գործընթացի հետագա փուլերում ինչ որ մի փուլում այդ հարցի շուրջ կողմերը պետք է համաձայնության գան պատմությունը ինչպես գնահատել պատմության ընկալումը հնարավոր է հասցնել ունիվերսալության որ ընդունելի կլինի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի եւ հայ ժողովրդի եւ ադրբեջանական ժողովրդի համար ուստի եւ կլինի այսպես ասենք էտալոնային միջազգային հանրության աշխում սա շատ չափազանց բարդ խնդիր է այս խնդրի քննարկումը նույնիսկ ահռելի հսկայական ջանքեր է պահանջում ես չգիտեմ որ սերնդի վրա է ծանրանալու այդ այդպես պատմական քաղաքակրթական հաշտության կամ գոնե տեսակետների մերձեցման հասնելու պատասխանատու գործը, բայց ընթացքը պետք է այդպիսի լինի, ցավոք այսօր մենք, ինչպես դուք նկատեցիք, ադրբեջանական կողմից ընկալունակություն չենք տեսնում ամենաբարձր մակարդակով, իսկ եթե ամենաբարձր մակարդակով Ադրբեջանի ակադեմիական հաստատություններին ուսումնական հաստատություններին, մամուլին, հեռուստատեսությանը իջեցվի հրահանգ, որ ահա այս թեմայից չենք խոսում, ապա Ադրբեջանում հազիվ թե գտնվեն մարդիկ, որ ասենք ինչ-որ արծարծումներ կանեն, ասենք խնդիրը ամենաբարձր մակարդակի է եւ գիտեք դա ոչ անցյալի գնահատման փորձ է, ոչ ներկայի, այլ ես կարծում եմ հայ-ադրբեջանական, Հայաստան-ադրբեջան հարաբերությունները ու տեսանելի ապագայի կտրվածքով գոնե մոդելավորելու փորձ է, որովհետև երբ խաղաղության պայմանագիր նախաստորագրած երկրի նախագահը հայտարարում է, որ ճշնամին պետք է մեզնից միշտ վախենա, ինչպես վախենում է այսօր, ապա սա պետք է լուրջ մտահոգությունների տեղիք տա, լուրջ այսպես արձագանքի հակակշիռ ստեղծելու քայլեր պետք է ձեռնարկեն հակառակ պարագայում Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը, ինչպես փետրվարի 26-ին Իլհամ Ալիևը ձևակերպեց, այն է, որ պարտված Հայաստանը պետք է երախտագիտություն հայտնի, որ Ադրբեջանը իր ռազմական նպատակները միջևերջ չի դարձնում։ Սա չի խոսում խաղաղության գործընթացի մասին, իհարկե այստեղ կարող ենք ասել, որ ելույթի ֆոնը էմոցիոնալ էր, այդտեղ նա հանդիպում էր, չգիտեմ, լաքի խոջալությունների եւ այլն, թեև տեսանյութից չի երևում, որ այդտեղ խոջալույի բնակիչներ են կամ խոջալությունների ժառանգում։ Դա թագավորական, ճակերտավոր թագավորական սվիտայի մաս կազմող մարդկանց մի խումբ է, որ այդտեղ հավաքվել են ընդամենը սափայելու Իլհամ Ալիևին ու նաև առիթ օգտագործեց եւ չափազանց լուրջ ազդակրեց, որը ես կարծում եմ նաև Հայաստանում դեր քաղաքական իրավիճակ սրելու նպատակ է հետապնդում, որովհետեւ Հայաստանի իշխանությունը հայտնվում է երկիմաստ վիճակում, մի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ, ապրանքափոխանակության, առևտրի
ուղղությամբ քայլեր են մշակում, մյուս կողմից պայմանավորվող կողմը հայտարարում է, որ Հայաստանը պետք է Ադրբեջանից մշտապես վախենա, այսինքն վախի մթնոլորտում ինչ խաղաղության մասին կարող է խոսել։ Պարոն Աթանեսյան, բնականաբար պատմական հարցերը այսպես ասենք, կնճռոտներից մեկն են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, ինչպես նաև դուք նկատեցիք լինելու ապագայում եւս։ Անդրադառնանք այս համատեքստում նաև այն տեղեկությանը, որ Հայաստան-Թուրքիա սահմանի ախորիկ անցակետից ռուս սահմանապանները եւս հեռացվել են, եւ սա վերջին անցակետն էր, որտեղ նրանք ներկայություն ունեին։ Այս գործընթացները մեզ ինչ-որ բանի մասին հուշում են։ Լեհաստանում էլ վարչապետը խոսում էր այն մասին, որ բավական դինամիկ լավ շփում կա Թուրքիայի հետ եւ այլն, եւ արդեն իսկ անհրաժեշտություն կա գործնական քայլեր իրականացնելու, հա։ Սրանք նկատի ունեմ Հայաստանի կողմից ձեռնարկված այս քայլերը խոսում են երկկողմ գործընթացում արկա զարգացումների մասին, թե Հայաստանը միակողմանիորեն քայլեր է իրականացնում, սպասելով թուրքական կողմի արձագանքին։ Ես չեմ կարող ասել, որ Հայաստանը առանց Թուրքիայի հետ քննարկումների ինչ-որ քայլեր է ձեռնարկում։ Կարծում եմ, որ գործընթացը փոխադարձ է, որովհետև մենք տեղեկություն ենք ստանում Մարգարայի անցակետի հակառակ կողմում, թուրքական կողմում կատարվող աշխատանքների մասին։ Այսինքն այնտեղ նույնպես մաքսային տերմինալ է կառուցում, սարքավորումներ են տեղադրվում, ինչը խոսում է այն մասին, որ այս փուլում Թուրքիան հետաքրքրված է Հայաստանի հետ ուղղակի ապրանքափոխանակությամբ, առևտրական գործունեությամբ եւ ինչու՞ չէ նաեւ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար սահմանի բացման։ Գիտեք, աշխարհը չափազանց պրագմատիկ է։ Այսօր կարծեմ հայ-թուրքական տարեկան առևտուրը 350 միլիոն դոլարի շրջանակներում է։ Եվ Թուրքիան այդ առևտուրը Հայաստանի հետ իրականացնում է Վրաստանի տարածքում, չէ՞։ Թուրքական բեռնատարները Վրաստանին ինչ-որ մուծումներ կատարում են, թե ոչ։ Իհարկե կատարում։ Եվ ասենք խնայողության առումով նաև Թուրքիայի համար շատ ավելի հարմար կլինի, եթե այդ բեռնափոխադրումները իրականացնեն անմիջապես Հայաստանի հետ։ Հարց է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը կընդունեն Հայաստանի առաջարկությունը Հայաստանի տարածքով առայժմ ավտոմոբիլային բեռնափոխադրումներ իրականացնելու մասին, որ ասենք մի քանի անգամ դվան առաջարկություն հնչել է Ադրբեջանից առայժմ պատասխան արձագանք չկա։ Եթե օրինակ հարցը մոտենա այդ մակարդակի, երբ ադրբեջանական բեռնատարները կարող են Հայաստանի տարածքով մտնել Թուրքիա, թուրքական բեռնատարները Հայաստանի տարածքով անցնեն Ադրբեջան, ապա սա արդեն բոլորովին այլ մակարդակի կոմունիկացիաների մասին կվկայի, ու որքան հետևում ենք թուրքական մամուլի տեղեկություններին, խոսակցություններ կային, որ մարտ ամսվա ընթացքում Թուրքիան կարող է ցամաքային սահմանը Հայաստանի հետ անցակետերից մեկում բացել, ամենայն հավանականությամբ խոսքը Մարգարա Ալինջա այդ անցման մասին է, ուղղակի բեռնափոխադրումների համար հայ-թուրքական եւ ընդհանրապես միջազգային քաղաքական զարգացումների առումով Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վտանգող կամ, չգիտեմ, ստվերող որևէ իրադարձություն տեղի չի ունեցել, գոնե այս պահ որևէ դժգոհություն, ասենք, թուրքական կողմից չի հնչել, մնում է լավատեսորեն նայել կանխատեսումներին եւ հույս պահել, որ հայ-թուրքական սահմանը տեսանելի ապագայում բեռնափոխադրումների եւ երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար կբացվի։
Շատ լավ, խաղաղության համաձայնագիր ունենք, որը դեռևս վերջնական ստորագրված չէ եւ Հայաստան-Թուրքիա գործընթաց, որտեղ ինչ որ բան է կատարվում եւ կան նախնական դեռ 2022-23 թվականների համաձայնություններ, որոնք հայկական կողմը ակնկալում է, որ գործնականում կյանքի կկոչվեն։ Այս երկու գործընթացները որքանով են մեկը մյուսին, այսպես ասենք, փոխլրացնում, հա, խաղաղության համաձայնագիրն է բերելու Հայաստան-Թուրքիա սահմանի լիարժեք գործարկմանը, թե հակառակը։ Գիտեք, այդ հարցին պատասխանելիս ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել հղում անելու Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանի այն հայտարարությանը, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը վերջնականապես կստորագրվի 2026 թվականի առաջին կեսին։ Ֆիդան իր տեսակետը չի փոխել, համենայնիվ հրապարակային հայտարարություն, որ հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրումը հետաձգում է թուրքական կողմը չի արել։ Ես կարծում եմ, այսպիսի տպավորություն ունեմ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման, սահմանի բացման քայլերը կարող են ընդառաջել հայ-ադրբեջանական պայմանագրի ստորագրմանը։ Այսինքն դա տեղի ունենա ավելի վաղ, քան Հայաստանը եւ Ադրբեջանը կստորագրեն խաղաղության եւ հարաբերությունների հաստատման մասին պայմանագիրը։ Շնորհակալ եմ, պարոն Օթանեսյան։ Խնդրեմ։ Զրուցակիցս Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն էր։ Մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով և հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ։ Մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ և ստացեք ծխատարը, չորանոցը և հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապառիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։